Զրուցահի կաշարի միջոցով ծանոթանանք թե ինչ է իրենից ներկայացնում բուլինգը և անվտանգ ու ապահով կրթական միջավայրում։ Բուլինգը, ինչպես գիտենք, դիտավորյալ և կրկնվող վնասակար վարք է, և այն կերպ ասած, երբ մեկը փորձում է իշխել կամ նվաստացնել մյուսին, այսինքն դա գիտակցված է արվում, ոչ թե անգիտակցական ֆոնի վրա։ Բուլինգի տեսակներ են բանավոր, ֆիզիկական, սոցիալական, կիբերբուլինգ և տնտեսական։ Եկեք յուրաքանչյուրը քննարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում։ Բանավորը, երբ որ խոսքերով է, չէ՞, վիրավորվել, ֆիզիկական, հարվածել, խփել, ինչ-որ իր վերցնել, շատ ապրեք, սոցիալականը, երբ որ չեն խաղում երեխայի հետ, մեկուսացնում են, իսկ կարելի է ոչ, քանի որ երեխային ենթարկում են հոգեբանական ճնշման։ շատ ապրեք, կիբերբուլինգը վիրավորանքներ են կրկին, բայց առցանց, արդեն տարբեր հարթակներում, սոցիալական հարթակներում, ինչինը տնտեսականն է կամ այլ կերպ ասած շորթ։ Մարդիկ մեծամասամբ բուլինգի ենթարկվում, կարող եք ասել, որովհետև ուզում են լիդերի թե ուշե իրենց կա, մեծամասամբ գլխավոր կան, ուժեղ կան, հետո անվստահ են իրենց զգում, ճիշտ է, խմբի ազդեցությամբ են դա անում։ Եթե զգում են, որ խումբը աջակցում է, ապա ավելի շատ են, չէ՞, նման միջոցներ ձեռնարկում և տանը կամ միջավայրում տեսնել են նման բան։ Իսկ այժմ ձեզ կտամ հարցեր, որոնցից կակնկալ եմ բավականին հետաքրքիր պատասխաններ։ Առաջին հարցը. բուլինգը կրկնվող վարք է։ Այո, բուլինգը կրկնվող վարք է, քանի որ այն պարբերաբար կատարվող գործողություն է մեկ կամ մի քանի աշակերտների կողմից։ Ուրեմն հաջորդ հարցը, մեկը ուժեղ է, իսկ մյուսը անպաշտպան։ Ինչ կասեք այս հարցի վերաբերյալ։ Ըստ ձեզ, ուժեղներն են ճնշում թույլերին։ Ըստ իս մեծամասամբ ուժեղներն են ճնշում թույլերին, քանի որ նրանք ունեն ուշադրության պակաս և դասընկերների անդամի փոքր ծիծաղը նրանց առիթ է տալիս էլի կրկնելու նորմալ։ Եվ վերջին հարցը, ինչ կասեք հետևյալ հարցի վերաբերյալ։ Դա ծիծաղ չէ, այլ վնաս։ Սեմինարի արդյունքում ուսումնասիրելով բուլինգի փուլերը և տեսակները հասկացանք, որ դա ծիծաղ չէ, այլ վնաս